Նախ ձեզնից ոչ ոք չի առաջարկում բերել այստեղ զոհ անել։ Փառք Աստծո, պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք այստեղ մորթենք։ Բայց առաջարկվում է անել պարզ բան։ Հնչելավ վիրավորանք, թող ներողություն խնդրի վիրավորանքի համար, ինչն է այստեղ անհասկանալի, լռություն։ Ազգային ժողովում քննարկվում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԿՊ-ի առաջադրած Բաբկեն Թունյանի թեկնածությունը։ Երեկվա լարված միջադեպից հետո Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը վերադարձել է նիստերի դահլիճ, սակայն փոխել է իր տեղը։ Այսուհետև Ղազարյանը նստելու է Ընդդիմադիր Հայաստան խմբակցության հատվածին ավելի մոտ։ Նիստի մեկնարկին ԱԺ-նախագահ Ռուբեն Ռուբինյանը կրկին անդրադարձավ երեկվա միջադեպին, Ուժեղ Հայաստանից արձագանք եւ ներողություն պահանջելով։ Նա նախ դիմեց Ղազարյանին հարցնելով արդյոք ասելիք ունի, ինչին պատգամավորը պատասխանեց, որ հարց նման ձևաչափով քննարկում չի պահանջում։ Ռուբինյանը նույն հարցը ուղղեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Միացրեք պարոն Ղազարյանի խոսափողը։ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Մթնոլորտ ԱԺ-ում կրկին լարվեց Վիլեն Գաբրիելյանի ելույթից հետո ԱԺ-նախագահը Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություն օգտագործեց հայտարարելով, որ մի սրիկա ասած սրիկա։ Ինքը Ղազարյանը ընդմիջմանը հայտարարեց, որ խմբակցությունն իրեն ամբողջությամբ պաշտպանել է եւ մանդատը վայր դնելու մտադրություն չունի։ Որ ինքը ոչ թե մարտագլխիկ է, այլ շարքային սադրիչ է, պրավոկատոր է բառից բունի իմաստով, որը ստեղ ներդրված է բացառապես մի բանի համար, Ուժեղ Հայաստան խմբակցությանը վնաս պատճառելու համար։ Որ ասում եք Ուժեղ Հայաստանը, որ գար ներողություն խնդրեր կամ պարոն Ղազարյանը միանշանակ դիվիդենդներ կշահեր, մի մասի մոտ կշահեր, բայց խնդիրն է նա, որ ընդդիմադիր դաշտը, այդ թվում խորհրդան չանցած ուժերը, հիմա մարգինալ ուժերը, այդ թվում այս դահլիճում ներկա որոշ մարգինալ ուժեր, պարազիտանում են այս թեմայի վրա։ Ու իրանք ասում են, ոնց կլինի, ոնց կարա անդիմությունը գա ներողություն խնդրի, օրինակ բարևարկության խախտման համար, հո դուք բան չեք, չգիտեմ։ Մի վարքյան, լռություն։ Բայց դա լռություն, պարոն Սիմիձյան, լռություն, պարոն Ասլանյան, լռություն, պարոն Սիմիձյան, լռություն, պարոն Սահակյան, լռություն, պարոն Ֆարմանյան, լռություն։ Բայց դա այն ռադիկալացման շղթան է, որի մասին ես խոսում էի, որտեղ քաղաքական ուժերը իրանք ռադիկալացնում են իրանց ընտրողներին, իրանց ընտրողները մտածում են, դե էս, ուրեմն պետք է իրան ներողություն արտահայտությանս համար հայհոյեն, հետո գալիս են դալիճ հասկանում են, որ սենց ապել չի կարելի, բայց արդեն վերջ, էլ ոչ կարող ես գաս ներողություն խնդրես, որ ձեզից մեկը ասել է սրիկա, մի սրիկա ասել է սրիկա, ու դες ռադիկալացման շղթան գնում է։ Այդպես ռադիկալացման շղթան գնում է։ Ու ես ուզում եմ մի բան նշել, հարգելի գործընկերներ։ Մենք էլ ունենք ընտրողներ, որոնք օրինակ, իհարկե մենք երբեք թույլ չենք տվել ձեզնից ոչ մեկի վիրավորել, բայց որոնք ասում են օրինակ ոնց եք Վարդևանյանին ընտրել ազգային ժողովի փոխնախագահ, բայց մենք գիտակցում ենք, որ ռադիկալացման շղթան պետքա կոտրել, բայց դուք դա չեք գիտակցում։ Ու վստահաբար այն մեկ, այն սուբյեկտը, որ այնտեղ նստած է, որ փախցրել տարել եք այն կողմ, բան ռազմավարական խորություն եք հաղորդել, ինքը վստահաբար չի գիտակցում, բայց ինքը կգիտակցի, ես ձեզ դա խոստանում եմ։ Ձեզ ասել են մանդատը դրել։ Նման հարց չի քննարկվել եւ Իսկ հնարավոր է դուք օրինակ ձեր մեջ եք քննարկել անկախ պատգամավոր դառնալու, խմբակցությունից դուրս գալու հարց։ Երեկվա իրադարձությունից հետո ես ասեմ, դուք երևի սոցիալական ցանցերում հետևում եք քննադատություններին այս բանին ձեր խմբակցության ուղղված, որ ձեզ չեն պաշտպանել։ Դուք ասում եք, որ ձեզ պաշտպանել են, դուք վիրավորված չեք երեկվա լռությունից եւ այն հայտարարությունից, որ ձեր հարցը կքննարկվի։ Ես նման քննադատություն անտեղի եմ համարում, ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխհմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ։ Եվ ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարա դառնալ մեծ իրադարձություն։ Անկախ պատգամավորի մասին։ Ինչի համար ես Ուժեղ Հայաստան
խմբակցության падգամավոր եմ եւ շարունակել եմ իմ գործունեությունը։ Ղազարյան, ինչքան էլ դուք ասեցիք, որ տեխնիկական հարց է ձեր տեղափոխությունը, ամեն դեպքում բոլորի աչքը զարնեց եւ ԿՊԱ-ականները դրա վրա դիվիդենդներ սկսեցին հավաքել, ինչու փոխեցիք, մտածում եք այդտեղ հարցակման թիրախում եք կիսապաշտպան գնացիք։ Չէ, այդպես բան չի կարա լինի, այդպես հարցակում ասել է հեշտ եք պատկերացնում, ասում մարդու նկատմամբ ինչ կարելի է։ Սա տեխնիկական կազմակերպական հարց է, որը վաղուց էր քննարկվել, հիմա է։ Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին շնորհակալություն հայտնելով շուրջ 8 տարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին։ Փաշինյանի խոսքով Գրիգորյանը հատկապես խաղաղության գործընթացում էական ներդրում ունի արձանագրված արդյունքներում։ Սիմոնյանի մասին վարչապետը նշել է, որ նա ևս նախկինում ներգրաված է եղել երկրի ռազմավարական որոշումների կայացման գործընթացում։ Արմեն Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին, նշելով, որ պաշտոնավարման ընթացքում թույլ տված թերացումների պատասխանատվությունն իր վրա է վերցնում։ Դուք նշեցիք այն աշխատանքները, որում ես ներգրաված եմ եղել, այդ աշխատանքները, որտեղ որ հաջողել ենք, դրա մեջ մեծ ներդրում է ունեցել ԱԽ գրասենյակը, որտեղ որ չենք կարողացել կամ թերացել ենք, դա ավելի շատ երևի իմ պատճառով է եղել, ոչ թե երևի այլ հաստատ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս տարիների համատեղ կատարված աշխատանքի համար, ինչպես նաեւ շնորհավորել պարոն Սիմոնյանին եւ հաջողություններ եմ մաղթում։ Շնորհակալ եմ, համեցեք ամիսը։ Անվարչապետ, ես նույնպես շնորհակալ եմ վստահության համար եւ պարոն Գրիգորյանից եմ շնորհակալ կատարված աշխատանքի համար։ Մենք ունենք լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են եւ կարծում եմ, որ կարողանանք միասին աշխատել անկախ այն բանից, որ վարչապետը ասաց, որ տեղյակ եմ եւ մասնակցել եմ, կարծում եմ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը եւ հուսամ կարողանանք իրար հետ աշխատել։ Շնորհակալություն։ Անվարչապետ, ես նույնպես շնորհակալ եմ վստահության համար եւ պարոն Գրիգորյանից եմ շնորհակալ կատարված աշխատանքի համար։ Մենք ունենք լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են եւ կարծում եմ, որ կարողանանք միասին աշխատել։ Փաշինյանը հայտնել է, որ նորանշանակ քարտուղարին առաջիկայում կոնկրետ հանձնարարություններ կտա։ Ալեն Սիմոնյանի առաջ դրված անելիքների առաջնահերթությունները, այդ թվում հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում նրա հնարավոր դերակատարումը դեռ չեն մանրամասնվել։ Իշխանությունը ակտիվ պատրաստվում է աշնանկայանալիք թիմ ընտրություններին առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանավանին։ Ըստ մամուլի հրապարակումների ԿՊ-ում այս համայնքում հաղթանակը քաղաքական կարևոր խնդիր են համարում եւ արդեն մի քանի ընտրական սցենար են քննարկում։ Հրապարակման համաձայն Ստեփանավանի, Գյուլագարակի եւ Լոռի Բերդի համայնքապետերի հետ կառավարությունում քննարկվել է ընտրական ռազմավարությունը։ Նշվում է, որ իշխանությունը նախատեսում է առաջադրել բոլոր 3 ղեկավարներին, իսկ ամենաշատ ձայներ ստացած տեխնացուն կդառնա ԿՊ-ի հիմնական տեխնացուն խոշորացված համայնքում։ Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել ոչ սահմանադրական փոփոխություններով, ոչ էլ Անկարայի եւ Բաքվի ճնշմամբ։ Նրա խոսքով ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն բարոյական, այլ Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերն ամրապնդող կարևոր գործոն է։ Մանուկյանը նաեւ քննադատել է իշխանության ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքական առաջնահերթություններից դուրս բերելու մոտեցումը, պնդելով, որ ազգային պահանջների հրաժարվելու ցանկացած քայլ վնասում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Իսկ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրականում դա միայն հայ ժողովրդինը չէ, Հայաստանի Հանրապետությանը չէ։ Դա համամարտկային խնդիր է, որովհետև 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որի ուսումնասիրությունը նաև հիմք է դրել Լեմկինի կողմից ցեղասպանություն, ջենոսիդ բառի եւ տերմինի ու հասկացության ամրագրմանը եւ այս առումով ցանկացած երկրում սա նաեւ այսպես ասեմ սեփական օրակարգ է եւ այն խուսափումը, որ այս իշխանություններն իրականացնում են հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, որևէ կերպ համադրելի չեն նախորդ տասնամյակներում 2000-ականներին հատկապես
հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այն մեծ հաղթարշավի հետ, որն իրականացվում էր Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ հայ դատի գրասենյակների հանձնախմբերի դաշնակցության համահայկական կառույցի ջանքերով։ Ես պարբերաբար միշտ մեջ բերում եմ թուրք հայտնի հրապարակախոս լրագրող հիմա մահացած է Մեհմեդ Ալի Բիրանդի 2000-ականների մի հոդվածի վերնագիր, որը այդ ցեղասպանության ճանաչման գործընթացը ձևակերպել էր հայկական ցունամի ու դատապարտում էր իրեն իշխանություններին, որ այդ ցունամիի դեմը չեն կարողանում առնել եւ ոչ էլ կարող են առնել։ Եվ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նաեւ այն գործիքներից մեկն է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շատ ավելի կարող է զորեղացնել։ Կաշառքի գործով ձերբակալվել են Գազպրոմ Արմենիայի 4 աշխատակից եւ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական բարույթը վերաբերվում է նորակառույց շենքի գազամատակարարման ընթացքում թույլ տված խախտումները չարձանագրելու եւ դրական եզրակացություն տրամադրելու դիմաց կաշառք տալու դեպքերին։ Ձերբակալվածներից 4-ի նկատմամբ դատարանը կալանք է կիրառել, 1-ի նկատմամբ տնային կալանք։ Մահացել է հայրենական մեծ պատերազմի վետերան բանաստեղծ Լաչին Ստեփանյանը։ Նրա մահվան մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության Մարշալ Բաղրամյան վետերանների միավորման փոխնախագահ Ելենա Շավաևա Պետրոսյանը։ Լաչին Ստեփանյանը օգոստոսի 29-ին կդառնար 101 տարեկան։ Անցած տարի իր 100-ամյակի առթիվ նա խաղաղություն էր մաղթել աշխարհին, իսկ իր ընտանիքին ու ընկերներին առողջություն։ Գողացել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովանավանքի եւ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Սուրբ Հովանես եկեղեցու խաչերը։ Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը, նշելով, որ 3 երկու եկեղեցիներից էլ գողության վերաբերյալ հաղորդում են ստացվել։ Նախնական տվյալներով յուրաքանչյուր եկեղեցուն պատճառվել է մոտ 100,000 դրամի չափով վնաս։ Դեպքի առթիվ իրականացվում են օպերատիվ աշխատանքներ։ Գիշերը Դավիթաշենում թեժ իրավիճակ է եղել։ Բնակիչները մարտաֆիլմ հիշեցնող կռվի են ականատես եղել ու կրակոցի ձայներ լսել։ Ըստ բնակիչների մի խումբ երիտասարդներ այս ու այն կողմ են վազել։ Միջադեպի մասնակիցները դեպքի վայրում մեքենաներ են թողել ու փախել, որոնք այս պահին հսկում են ոստիկանները։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ վիճաբանություն է տեղի ունեցել։ Կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա։ Իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։ Այսօրվանից Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար։ Կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից 2 շաբաթ շուտ։ Երևանի քաղաքապետանի փոխանցմամբ ամբողջությամբ նորոգվել են կամրջի երթևեկելի եւ հետիոտնային հատվածը։ Փոխարինվել են դեֆորմացիոն կարերն ու ջրահեռացման համակարգն, ինչպես նաեւ իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ։ Մինչև տարեվերջ կշարունակվեն կամրջի կամարի եւ հենարանների վնասված հատվածների ամրացման աշխատանքները, սակայն դրանք չեն խոչընդոտի երթևեկությանը։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց վրայից սկսած կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առաջ։ Կենտրոն քրեակատարողական հիմնարկից գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով հայկական արտադրանքի արտահանման շուկաների կորստի վտանգին։ Ծառուկյանի խոսքով պետության տնտեսական ողնաշարը փոքր եւ միջին բիզնեսն է, իսկ արտահանման շուկաների կորուստը կարող է հարվածել ամբողջ տնտեսական շղթային։ Հայաստանում այս աշնանից կսկսվի նոր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ նոր փաստաթղթերը համապատասխանում են Եվրամիության գործող ամենաբարձր չափանիշներին։ Նոր կենսաչափական անձնագրերը կարժենան 28650 դրամ, նախկին 25000-ի փոխարեն եւ կտրամադրվեն 10 տարի ժամկետով։ Նույնականացման քարտերի արժեքը կկազմի 5950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն եւ վավերականության ժամկետը կլինի 5 տարի։